Պետրոս, Պետրոս, ժողովուրդ, գերեզմանը բաց է, նա ողջ է, տեսել եմ նրան։ Դա անհնար է։ Չէ, տեսել եմ։ Մարիամ, գուցե ուրիշ մեկին ես տեսել։ Կարծում եք ցնդել եմ։ Պետրոս, գնա ինքդ տես։ Դե ինչ, հավատացիր։ Բայց նա հեռացել է։ Հեռացել է։ Չէ։ Նա եկել է։ Շնորհակալ եմ։ Գավաթ, ինձ մի գավաթ տվեք ու գինի։ Քեզ ինչ եղավ։ Նրա մարմինը։ Նրա արյունը։ Ես եմ ճանապարհը ու ճշմարտությունը ու կյանքը։ Չէ։ Չէ, սա իրական չէ։ Թոմաս, մի կասկածիր։ Ու հավատա։ Դու ես։ Դու հավատացիր, որովհետև տեսար։ Օրհնյալ են նրանք, ովքեր չեն տեսնի ինձ, բայց կհավատան։ 40 օր անց։ Դուք կընդունեք զորությունը, երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, ու Սուրբ Հոգու ուժը մշտապես ձեզ հետ կլինի։ Գնացեք երկրաերկիր ու ավետարանը հասցրեք բոլորին։ Խաղաղություն բոլորիդ։ Հիսուն օր էր անցել ծածկից, այն օրվանից, ինչ Հիսուսին խաչել էին։ Ու հազարավոր ուխտավորներ եկել էին Երուսաղեմ հոգեգանստյան տոնի առթիվ։ Ահա նա։ Ստեփանոս,
Ուրախ ենք, որ այստեղ ես եղբայր։ Գնանք։ Զգույշ լինենք։ Նրանք մեզ հետևում են։ Հովանես, լավ է, որ ապահով տեղ հասակ։ Ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ, Ստեփանոս։ Ինչ կերպարանքով։ Ինչ կերպարանքով է գալու։ Երբ է գալու։ Հիսուսն ասում էր խնդրեք ու ես կտամ։ Ես խնդրում եմ։ Ամեն օր։ Սուրբ Հոգին կիջնի, երբ ժամանակը գա։ Եկեք միասին աղոթենք։ Հայր մեր, որ երկնքում ես։ Սոսով լինի քո անունը։ Թող գա քո արքայությունը Երկրի վրա, Ինչպես երկնքում։ մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, եւ ների մեզ մեր պարտքերը, ինչպես եւ մենք ենք ներում մեր պարտավորներին։ Ու մի տար մեզ դեպի փորձություն, Այլ փրկիր մեզ չարից։ Suliba wakama min al-maut. Oh Christos! Suliba wakama min al-maut. Oh Christos! Bashkaram shikha khwayesh. Bashkaram shikha khwayesh. Oh Christos! Eiundem crucifixum resurrectum quidem vidi. Suliba wakama min al-maut. Yamasha al-yahud. Wakula sakin al-yahud. Bashkaram shikha khwayesh. Este entes esmates shimeresh. את מופתים בשמיים ובארץ אתת. את מופתים בשמיים ובארץ אתת. Մենք խոսեցինք տարբեր լեզուներով։ Սուրբ Հոգին էր։ Նա մեզ հետ է։ Շնորհակալ եմ։ Եղբայրս, լսեք Աստծո խոսքը։ Շնորհակալ եմ, քույրիմ, շնորհակալ եմ։ Դուք ուժ կստանաք, երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա։ Ես ոսկի ու արծաթ չունեմ, բայց քեզ կտամ իմ ունեցածը։ Հանուն Հիսուս Քրիստոսի, մեր Աստծո փրկչի, վեր կաց ու քայլիր։ Տեսաք։ Անհավանական է։ Անհավանական է։ Դու իմ շնորհիվ չես բուժվել։ Այլ Հիսուսի միջոցով, նա չի մահացել, միշտ մեզ հետ է, ու միայն նրա շնորհիվ այս մարդը կարողացավ քայլել։ Հիսուսը բուժեց։ Հիսուսը բուժեց։
Հիսուսը բուժեց։ Հիսուսը բուժեց։ Հիսուսը բուժեց։ Հիսուսը բուժեց նրան։ Հիսուսը։ Ինչ են ասում։ Նորից է թշվառականի անունն են տալիս։ Հիսուսը բուժեց։ Ասում են, որ բուժել է մուրացկանին։ Պարագլուխներին ինձ մոտ վեր, ու այդ ստախոս մուրացկանին նույնպես։ Ծնկի։ Քանի հոգի դարձան այսօր։ Մոտավորապես 5000։ 5000։ 5000։ Ասացեք։ Ինչու եք կարծում, որ կարելի է քարոզել մահացած հերետիկոսի անունից։ Հիսուսը չի մեռել։ Նա ողջ է։ Նրան մահապատժի են ենթարկել ու նա մահացել է։ Այս մարդը Հիսուսի ուժի շնորհիվ կարողացավ քայլել։ Միթե։ Այո, հաշմանդամ էր ծնված օրվանից։ Իսկապես, պարզ է։ Սրանից հետո արգելված է հիշատակել այդ հաշմանդամին ու մեռած փրկչին։ Նա բուժվել է։ Մենք մարդկանց պարտավոր ենք ճշմարտությունը ասել։ Պարտավոր եք։ Իսկ ես պիտի հոգամ մեր տաճարի, մեր ժողովրդի մասին և վերջապես մեր Աստծո մասին։ Ես նաև օրենքի մարդ եմ։ Իշխանություն ունեմ։ Իսկ դուք այստեղ եք։ Կամ դուք լռում եք, կամ էլ ձեզ ստիպում են լռել։ Տարեք սրանց։ Ոտքի, դե։ Մենք մայից չենք վախենում։ Մենք մկրտում ենք հանուն Հիսուս Քրիստոսի։ Բոլորն էլ կարող են թողություն ստանալ մեղքերի համար։ Նրան խաչեցին, բայց նա հարություն առավ։ Անհնար է, մի լսեք նրան։ Ինչու ես Քրիստոսին հակառակվում։ Նա քո փրկիչն է։ Հավիտենական կյանքի ուղին։ Հիսուսը մեռած է։ Դու ես նույն ճանապարհով գնալու։ Աստվածանարգ։ Ոչ։ Հիսուսը ողջ է։ Նրան փորձեցին սպանել, բայց չստացվեց։ Նա իսկական մարգարե է։ Նա մեր փրկիչն է։ Ինչ գիտես մարգարեների մասին։ Քո մարգարեն իրեն օրենքից վեր էր դասում։ Այստեղան ոչինչ չգիտի։ Ես գիտեմ սուրբ գրերը։ Իսկապես։ Ուրեմն երկրորդ օրենքը գիտես։ Ուրեմն երկրորդ օրենքը գիտես։ Քանի որ նա փորձում էր քեզ հետ պահել Տիրոջից, քո Աստծուց, առաջինը դու պիտի ձեռք բարձրացնես նրա վրա, դու պիտի քար նետես, մինչև որ մեռնի։ Ես տեսնում եմ երկնքի բաց դարպասները։ Ու մարդու որդուն, որ կանգնել է Աստծո աջ կողմում։
Պողոսը Տարսոնից։ Այո, քահանայապետ։ Այսօրվա դեպքը կարող էր ապստամբություն հրահրել։ Հերետիկոս էր։ Ժողովրդին փորձում էր հեռացնել Աստծուց։ Ստացավ այն, ինչին արժանի էր։ Դա ժողովրդի կամքն էր։ Իսկապես։ Գուցե ես ու դու կարողանանք միասին ծառայել մեր ժողովրդին։ Ես կարող եմ մաքրել այդ ամբողջ ճախպը, բայց օգնության կարիք ունեմ։ Ինչ ես ուզում։ Մարդիկ, փող, նաև նամակներ քո անունից։ Մախկոս, իմ ծառան քո տնօրինության տակ է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը իրեն դավաճանելու գիշերը վերցրեց հացը ու Աստծուն շնորհակալություն հայտնելով կտրեց Բարի գալուստ բարեկամ, խնդրեմ, մեզ հետ հաց կիսիր։ Հավատա, ես քո բարեկամը չեմ։ Բռնեք դրանց։ Ինչ եք ուզում։ Շաշիր, շաշիր։ Դե, արագ, արագ։ Էստեղ արի։ Փոխանցեք ձեր բոլոր ընկերներին, որ Պողոսը Տարսոնից կգտնի նրանց։ Աստված իմ կողմից է։ Չգիտեմ, երդվում եմ, չգիտեմ։ Չգիտես ինչու ոչ ոք չի ուզում Հիսուսի մասին խոսել։ Հավատս չի գալիս, որ բոլորը հանկարծ մոռացան նրան։ Որտեղ են նրանք։ Չգիտեմ, երդվում եմ։ Դամասկոսում, ասում են Դամասկոսում։ Չգիտեմ, թե ինչու են ինձնից փախչում։ Շնորհակալ պիտի լինեն։ Ես նրանց փրկում եմ Աստծո դատաստանից։ Իսկ նրանք մտածում են Աստծո մասին։ Չէ։ Նրանք լքել են Աստծուն, որպեսզի հետևեն են անլվա անգրագետ աղբին։ Ով ես։ Ասա, ով ես։ Ես Հիսուսն եմ։ Նա, ում դու հետապնդում ես։ Ոչ։ Ոչ։ Հիսուսը մահացել է։ Ոչ, ոչ։ Ոչ։ Աչքերս, ես կուրացել եմ։
Տերին։ Անանյա։ Գնա ուղիղ կոչվող փողոց։ Հարցրու Պողոսին Տարսոնից։ Պողոսին։ Բայց նա մեզ հալածում է։ Հետապնդում է քո հետևորդներին։ Ես նրան եմ ընտրել աշխարհին իմ անունը հայտնելու համար, այլադավների, նրանց արարքների ու Իսրայելի որդիների առաջ։ Գնա։ Ով է։ Ով կա այստեղ։ Պատասխանիր։ Նա ուզում է իր ոչնչացնել։ Ներիր ինձ։ Մոլորված եմ եղել։ Նեղացրել եմ Աստծուն։ Իմ հոգին վառվում է կրակի մեջ։ Փրկիր ինձ։ Ես նրան եմ ընտրել աշխարհին իմ անունը հայտնելու համար։ Հանգիստ, Աստված է ինձ քեզ մոտ ուղարկել։ Քեզ համար։ Ես քեզ ճանաչում եմ։ Դու իմ տուն էիր եկել։ Չէ, ինձ մի թող, մի գնա։ Ես, Անանյաս, մկրտում եմ քեզ Պողոս, հանուն Հիսուս Քրիստոսի։ Քանզի նա ուզում է, որ աշխարհի առաջ իր անունը հռչակես։ Հանուն Հիսուս Քրիստոսի։ Երուսաղեմ։ Պողոսը դարձի եկավ, բայց Հիսուսի հետևորդների հալածանքները շարունակվում էին։ Հակոբ առաքյալին, Հովանեսի եղբորը, զինվորները բռնեցին։ Հովանես։ Հետ։ Ոչ։
Հովանես։ Գնանք։ Հեռանանք Երուսաղեմից։ Հիսուսն է մեզ էստեղ բերել։ Նա էստեղ մեռավ։ Հանուն մեզ։ Շատ վտանգավոր է։ Եթե մնանք, բոլորս կմեռնենք։ Ես մահից չեմ վախենում։ Ոչ ոք չի վախենում, բայց Թովմասն իրավացի է։ Մեռածները չեն կարող քարոզել։ Ձեզ բարի ճանապարհ։ Հովանես, գիտեմ դժվար է բաժանվել քո սիրելի մարդկանցից։ Բայց դու մենակ չես։ Մենք քեզ հետ ենք։ Ես երևի գնամ։ Ուր ես գնալու։ Հնարավոր է դեպի հյուսիս։ Եփեսոս քաղաք։ Հաջողություն քեզ։ Դեռ կհանդիպենք, Պետրոս։ Երկրի վրա կամ էլ դրախտում։ Քշված լինելով Երուսաղեմից, աշակերտները առաքյալներ դարձան, քարոզիչներ։ Նոր հավատի սերմերը տարածում էին ամբողջ աշխարհով մեկ։ Բայց բոլորից հեռու Պողոսը գնաց։ Հազարավոր մարդկանց միջերկրականի ամբողջ ափի երկայնքով դարձի բերեց։ Գալը թող բարի լինի։ Բայց անցյալն անընդհատ հետապնդում էր նրան։ Պողոսը Տարսոնից։ Հա, գիտենք ով ես։ Ով կմտածեր։ Իսկապես ով կմտածեր։ Ես ձեզ չեմ վնասի։ Դամասկոսում ընկերներ ունեմ։ Դու նրանց վնասել ես։ Առաջ կույր էի, իսկ հիմա տեսնում եմ, լավ եմ տեսնում։ Ստախոս։ Արել եմ այն, ինչ արել եմ, որովհետև համոզված էի, որ ճիշտ եմ։ Մտածում էի, գիտեմ, թե Աստված ինչ է ուզում։ Ինչպես դուք եք հիմա համոզված։ Բայց հետո Հիսուսը հայտնվեց ինձ։ Ոչ արդարացի բարկության կամ դատելու համար, այլ սիրով։ Ու առանց սիրո մենք ոչինչ ենք։ Սերը համբերություն է ու բարություն։ Սերը խանդ չէ, սնապարտություն չէ, ոչ էլ գոռոզություն։ Այն սխալների մասին հուշեր չի պատմում, այն ուրախանում է ճշմարտության համար։ Ամեն ինչ տանում է, ամեն ինչին հավատում է, ամեն ինչի հետ հույս է կապում, ամեն ինչին դիմանում է։ Երբ ամեն ինչ անհետանա, կմնան հույսը, հավատը և սերը։ Բայց սրանցից ամենահզորը սերն է։ Անունդ ինչ է։ Ղուկաս։ Արի ինձ հետ, Ղուկաս։ Մենակ չեմ կարողանա։ Պետրոս,
Դու շատ բան ես արել։ Ես հպարտանում եմ քեզնով մարդկանց որսորդ։ Տերիմ, արել եմ այն, ինչ ասել ես։ Մենք քարոզել ենք քո խոսքը հրեաների մեջ։ Սա միայն սկիզբն է։ Աշխարհում այնքան մարդ կա, որ կցանկանա քեզ լսել։ Առանց քեզ ուղղակի մենք Դուրը բաց արա հանուն Հռոմի։ Պատասխանիր։ Հիշիր։ Դուրը միշտ բացիր թակողի առաջ։ Հարի մեզ հետ, Կենտուրիոն Կորնելիուսը քեզ է սպասում։ Հիշիր, դուրը միշտ բացիր թակողի առաջ։ Հրեշտակի եկավ ինձ մոտ ու ասաց, որ գտնեմ քեզ ու լսեմ, թե ինչ կասես ինձ։ Խնդրում եմ, փրկիր ինձ։ Ես քեզպես սովորական մարդ եմ։ Միայն Հիսուսը կարող է քեզ փրկել։ Արի։ Ես, Պետրոսս, կնքում եմ քեզ Կորնելիուս, հանուն հոր և որդվո, հանուն հոր, որդվո և հոգվույն սրբո։ Կորնելիուսը առաջին հռոմեացին էր, որ կնքվեց Քրիստոսի անունով։ Խնդրեմ։ Մոտեցեք, բոլորդ։ Յուրաքանչյուր ոք, ով հավատում է Հիսուսին, ներում է ստանում նրանից, ցանկացած մարդ։ Պետրոս, արի ինձ հետ, ու ես քեզ մարդկանց որսորդ կդարձնեմ։ Ինչ ենք անելու։ Փոխելու ենք աշխարհը։ Տարի անց աշակերտները ավետարանը տարածեցին աշխարհի մեծ քաղաքներում՝ Անտիոք, Կորտնոս, Հռոմ, հույս էին տալիս ճնշվածներին։ Լավ լուր եմ բերել, որը կթեթևացնի ձեր տանջանքները, լուր մեծ ուսուցչից, Հիսուս Քրիստոսից։ Բացեք ձեր սիրտը Հիսուսի առաջ ու հավիտենական կյանք կունենաք։ Բայց նոր թագավորության մասին քարոզները վտանգավոր էին իշխանավորների համար։ Եղբայրներ և քույրեր, մենք ուրախանում ենք մեր տանջանքներով,
Քանզի գիտենք, որ տանջանքը համառություն է ծնում։ Իսկ համառությունը բնավորություն։ Բնավորությունն էլ իր հերթին հույս։ Քրիստոնեության պատմության մեջ ասված է, որ բոլոր առաքյալները տարբեր ձևերով մահացան։ Պետրոսին խաչեցին Հռոմում, ոտքերը վեր։ Մատթեոսին սպանեցին Եթովպիայում։ Թոմային Հնդկաստանի հարավում։ Հովանեսին թունավորեցին Հռոմում։ Պողոս, քո հետևից են գալիս։ Ահա վերցրու, մի բան պիտի մնա, եթե ոչ ես ապագոն է իմ խոսքերը։ Գնա, գնա։ Լավ կռիվ տվեցի։ Ավարտեցի իմ ճանապարհը։ Ու պահպանեցի հավատս։ Պողոսին հռոմեացիները գլխատեցին, բայց նրա խոսքերը ապրում են։ Նոր կտակարանը համարյա կիսով չափ նրա պատգամներից է կազմված։ Բայց վերջին գլուխը գրված չէր։ Հռոմեացիներին չհաջողվեց սպանել Հովանեսին։ Նրան ուղարկեցին Հունաստան, Գաղութ, մի կղզի, որ կոչվում է Պատմոս։ Այստեղ Հովանեսը ավարտեց իր կյանքը ու գրեց հայտնությունը, Աստվածաշնչի վերջին գիրքը։ Այսօր ժողովուրդը քեզ արքա էր անվանում։ Նրանք կարծում են, որ դու Մեսիան ես։ Ձեր կարծիքով ես ով եմ։ Դու Աստծո որդին ես։ Իսկ եթե ոչ, մենք վտանգում ենք մեր կյանքը հանուն ինչի։ Նա իր ուժը ցույց է տվել մեզ, պիտի նրան հավատանք։ Մի վախեցեք։ Հավատացեք Աստծուն։ Ու ինձ էլ հավատացեք։ Դուք գիտեք իմ ուղին։ Մենք չգիտենք ուր ես գնում, ոնց կարող ենք իմանալ։ Ես եմ ճանապարհը, և ճշմարտությունը, և կյանքը։ Ես եմ ալֆան ու օմեգան, առաջինն ու վերջինը։ Սկիզբն ու վերջը։ Աստվածին, ես վաղուց իմ մահվանն եմ սպասում։ Ու չի էլ լինի մահ, կամ ողբ, կամ լաց, ու ցավ, քանզի ես ամեն ինչ փոխում եմ։ Այո, ես շուտով կգամ։ Ու թող մեր Աստծո ողորմածությունը բոլոր մարդկանց հետ լինի։ Ամեն։